Բարեկամներ եւ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Բապոյան եւ Ռոբերտ Մարտիրոսյան։ Ողջույն բոլորին, կասկածելի երեկոն է կրկին եթերում, ներկայացնում իմ կասկածելի հյուրերին երգչուհի Սոնա Ռուբենյան, եւ երգիչ Սևակ Ամրոյան։ Ես ներկայացնեմ իմ հիանալի թիմին։ Շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյան։ Բալետմեյստեր, հաղորդավարուհի Անի Ահարոնյան։ Ինչ է պատմություններն անցնել ընթերցեմ ձեզ համար առաջին փուլի կանոնները։ Մասնակիցներն իրենց առջև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որը իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որը նրանց հետ կապ չունի։ Անկախ կարդացած պատմությունից նրանք պետք է այն ներկայացնեն իբրև իրականություն։ Իսկ մրցակից թիմը հարցերի միջոցով փորձում է պարզել արդյոք այդ պատմությունն իրական է, թե ոչ։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմը վաստակում է 1 միավոր, սխալ պատասխանի դեպքում ոչ ոք ոչինչ չի վաստակում։ Ռոբերտ, նոր վերնաշապիկով սկսենք։ Ես իմ ոտքերի ճկույթներին անուններ եմ դրել։ Ոտքերի ճկույթներն քանի հատ ունես։ Երկուսն են նրանք։ Երկուսը, կծանոթացնես մեզ։ Այո, Կարծես մոտիկից ծանոթանաս։ Իրենց անունը որ մեզ ասում ես, մերն էլ իրենց ասա, որ սիրում։ չեմ կարող ոտքերս ցուցադրել այս պահին, բայց ասեմ, Աչը մադմուազելն է, Ձախը Մադլենը։ Աչը մադմուազելը, բայց մադմուազելը Անուն չի։ Ինքնուրույն ավելի շատ տիկինոտ ինչ-որ մի բան է։ Նայած ում համար, ես շիկահար եմ, իմ դեպքում կարելի է։ Երկրորդի անունն ինչ էր։ Մադլեն։ Կներես Մադլեն։ Մադլեն։ Մադլենցիա։ Մեծ։ Չէ, փոքր սիրուն տենց Մադլեն։ Ինչով է պայմանավորված։ Իրականում փոքր ժամանակ տիկնիկ ունեի, վարդագույն տենց շորիկով, շատ սիրուն, ու ահա որ ուզում էի իր անունը Մադլեն դնեի, ու ոչ մի կերպ չէր ստացվում, որովհետև քույրս էր նվիրել ու ինքը որոշել էր, որ իր անունը Մադլեն պիտի չլինի եւ այլ եւ այլ եւ այլ, ու ես որոշեցի, որ ունեմ ճկույթներ, որոնք ոչ մեկից չի տանել, ոչ մեկից չի նվիրել, եւ կարող եմ դնել իրենց անուններ, եւ բացի դրանից բալետի պարողները, ինչպես գիտեք, իրենց ոտքերին վերաբերվում են շատ ավելի լուրջ, քան մարմնի այլ հատվածներին։ Եվ հետեւաբար, քանի որ ոտքերս ինձ համար կարևոր են, նրանք յուրաքանչյուրը տենց շատ կարևոր դերում են։ Իսկ դու ում ես ավելի մոտիկ, Մադլենի թե։ Հավասարապես, որտեվ եւ Աչլիկ եմ եւ Ձախլիկ պարարվեստի ոլորտով եթե նայենք։ Իսկ մնացած մատերը ոտքերի վրա, չէ՞։ Չէ, նույնքան կարևոր են, ուղղակի ճկույթները ավելի կարևոր են, որտեվ երբ որ պոանտների վրա ես, եթե հանկարծ գնացիր դեպի ճկույթը ու ինքը քեզ չփայեց, ոտքդ կվնասվի։ Իսկ շփումը ոնց է լինում։ Լավ, անունները կա։ Իրանց հետ թե իմ իրանց հետ։ Ձեր միջև, ասենք ճկույթների։ Ուզում ասի լսում, չի համար եք շփում։ Հապ դե պիտի լսես։ Քնելուց եք շփվում, թե չգիտեմ, Չէ, հարաբերություն։ նայեք, եթե ես այդ օրը ունեմ ներկայացումից առաջ բնականաբար դա շատ երկար մերսում է, հատուկ քսուկներով, որոնք որ պիտի թուլացնեն ցավը, ամրացնեն ավելի զվարճալի չի, իրական լուրջ բան եմ ասում։ Եվ հետո պիտի էլի մերսեմ հանգստացնող, տարբեր եւ այդ ընթացքում իհարկե խոսում ես։ Բնական է։ Դուք ձեր ձայնալարերին ինչքան ուշադիր եք վերաբերվում։ Դա էլ իմ վաստակելու միջոցն է, այսպես ասած։ Չեմ կարող անուն չունեն, Աբոն եւ Գարդոն։ Բայց միտք տվեց ամեն։ Դա միտքը։ Իսկ ոնց է լինում, որ ասենք հենված ես տես մատերիդ վրա։ Հիմա որ շատ ես հենվում Մադլենի վրա գոռում ասում։ Չի գոռում, բայց եթե շատ հենվեմ, ակամա կզգամ, որովհետև կվնասվի ոտքս։ Հետո վրա է գնում ցանրում։ Դու որպես երկի։ Ես ասում էի որպես երկի։ Դու ասա։ Ես ասեցի վիզուալ որ պատկերացնում ինձ համար բութն է կարևոր այդ Չէ, դե բութը ամենակարևորն է։ Բայց որ անին ասում է Գարիկ համաձայնին, որ ոտքի մատները եւ ձեռքի մատները երկարությամբ շատ տարբեր են։ Հաստատ ոտքի մեջտեղի մատը այդքան երկար չի, ինչքան որ ձեռքի։ Պրոպորցիայով այնտեղ բութն է, 100% բութն է կրում։ Երևի թեք են։ Ես նոր հիշեցի ոտքի մատները։ բութն է, ես դրա համար ասեցի բութ։ Բութն է կրում։ Սոնան շատ շուտվանից ունի մատներ, ես գիտեմ։ Իմը սենց ուղիղ է, ես դրա համար ձեն չեմ անում։ Հավասար է, ես կանցած կանգնեմ մնամ։
Տեսել եմ Ռոբին Պարլուց կրունկների վրա։ Դա ինչ է կարծում, անի ճկուտների։ Ես չեմ հավատում։ Մադլենի պատմությունը պատմեց։ Մադմազելի պատմությունը չպատմեց։ Իրականում չունի պատմություն, դե Մադլեն ֆրանսերեն է, գեղեցիկ է, ինչու ոչ մադմուազել, չէ՞ որ ես իրենց դիմում եմ, իրենց հետ շփվում եմ։ Իրենք մեզ լսում են։ Բալետը, այո, իհարկե, բալետը ծագել է Ֆրանսիայի։ Կոշիկի մեջ են որ Մադլենին հետ էր, չգիտեմ, Մադմազել։ Ոտքի Մադլենը, տարիներ առաջ։ Չէ, գիտեք ինչ եմ մտածում, քանի որ ինքը շատ sense տեխնիկական մասն է բացատրում բալետի, ուզում եմ այս շեղի չենք հասկանում, ինչի վրա է կանգնում, Պուանտ։ կոշիկներն է, դա բալետի կոշիկները, կարծում եմ այս շեղել։ Այս տեխնիկական մասը։ Համաձայն եմ։ Ու մենք կարծում ենք այս պատմությունը սուտ է։ Այո, պատմությունը իրոք որ սուտ էր։ Մեկ անգամ իմ ծննդյան օրը անցկացրել եմ անծանոթ մարդու Պանիխիդայի վայրում։ Փող չկար ուրիշ դալիճում այդ այդտեղ հավաքվեցինք թակուն պարում էին ոնց է պատճառը ինչ է Պարում էի։ Չէ, ես ասեմ ինչի։ Այդտեղ ավելի ուրախ էր անցնում։ Զանգում եմ ընկերոջս, ասում եմ ուր ես եւ պիտի գնանք արդեն ռեստորան, իսկ ինքը ասում է այս ինչ փողոցում եմ, մի քիչ խառն է, բան արի տեսնում ենք, հետո գնանք, գնում է, պարզում է ինքը խառն է, ինչ որ ծաղկե պսակներ է առնում, ինչ որ տեղ է գնում գալի, բան, հետո ասում եմ մտնենք այդտեղ բարեկամս մահացել է, տարիքով կին է։ Այդպես միամիտ ես հայտնվում եմ ինչ որ անծանոթ մարդու Դե հյուրերիդ էլ ես կանչել։ Խելոք նստում եմ ագի ժամանակ, որտեղ ամոթ է, հենց շուտ գնալ եւ հետո նոր արդեն ծնունդը նշեց։ Ինչքան անցկացրեցի այդտեղ հետո Խառը օր ստացվեց։ ծնունդը ես որտեղ հասկանում եմ որ ծնունդը այնտեղ ես անցկացրել ինչքան սեղան կար ու սեղանի վրա մի բան կար դրած Սառը վիճակ։ սառը չէ ձեր կարող է լավ նշեի ինչքան մնացի Դե ինչքան են մնում, կես ժամ։ Իսկ բայց ոնց էր օրինակ դու էի նստած ու բարեկամները ցավակցում եմ միա շնորհավոր ասվել ես ցավակցում եմ ոնց է տենց է շարունակել Ինչա մերել ես։ դե տենց է ուսեցայի ցավակցում եմ միա շնորհ քանի տարեկան էր 98-ի քանի տարեկան դառա 25 հա մերնեմ ջանի 98 Չէ, ես այդ ամեն ինչը հաշվի առնելով չէի ասել որ ծնունդս է։ չէ դա սուս նստած էի Սուս փուս, հա, ես իմ մեջ Կարողա, բայց անակնկալ են ուզեցել անեն, վերջում ասենք, այդ չասեմ ինչի մեջից, ոնց որ դուրս գա։ դուրս գար ու ստրիպտիզ բարեր Չես պատկերացնում եմ, եթե ճիշտ է քո պատմությունը, իմ այդ մարդիկ չնայեն։ Եթե ճիշտ է չխոսանք sense մանր։ Չէ, բայց այնտեղ ամենակարևոր մարդը ոչինչ չի նայելու, նորմալ է։ դե անծանոթ մարդիկ են։ Հետո կես ժամից հետո գնացիք լավ ուրախացաք Չի ես քեզ չեմ հավատում։ Հավատում ես ես միանում եմ անին Մենք ասում ենք քեզ որ այս ոչ։ պատմությունը սուտ է իսկ եթե ճիշտ է այն չանեմ Ծավոտ էլ տանեմ, ինչ արած։ Այս պատմությունը ճիշտ է։ Լսենք Ռոբի պատմությունը։ Լսենք։ Լսենք պատմությունը Ռոբի։ փոքր ժամանակ սափրել եմ ունքերս Ինչի համար։ որովհետև ուզում էի ես էլ մեծ տարիքով մարդկանց նման թրաշ ունենայի Մեր բեղեր ունենա։ Հրաշ դե թրաշ բերել ունենայի ինձ դա հաճելի էր էլի որ թրաշում էին դե տղամարդկության նշանը քանի որ չունեի ու միակ դեմքիս վրա տես մազած ասկույթը որ կարելի էր թրաշել ունքերն էի տես փրփուր արեցի ու թրաշեցի տես հետո տնեցիք տեսան ու ապտակի հետևից Այդ կենքն ապտակեցին աճեց ինքերս, էլի բախից Ոնց որ թրաշնել է դա։ Բայց տնեցքի ապտակը մի կողմ, դասարանցիների ապտակներից կպատնես։ Դասարանցիները ամառ էր։ Ամռաններ դպրոց չէին գնում արձակուրդեր, դրա համար ես ոնց որ պլստացի այդ Դասարանցիների ապտակից պլստացիր, գնացին ոնց որ բակային տղաների ծաղրուցանակին ու ապտակին արժանացին։ Չէ, մեր բակը սենց ասեմ, մեր բակը փոքր բակ է, ու կան տղաներ, դե տարօրինակ է, բարձ եմ, որ ասեմ, տենց անգիր հիշում են ինչ եղավ, բան, բայց ասեցի դե թերաշել են, բան, ծիծաղացին, բան, անցավ գնաց։ Բայց չքարկոծեցին բակում, չասեցին էլ չմտնես մեր բակում, տենց բաներ չեղավ, էլի։ Ոնց մեր բակում բա ոնց էր դες բաներ լինում, շատ ավելի հասարակ բանից։ Մազերդ կտրել ես, չլը։ Դե ձեր բակում Ջութա կա։ Դե մեր բակում Ու երևի դուրս
Ունքերը թրաշասի շտում ես թե թրաշել եմ անցան։ Նորմալ է։ 3 ամիս, հա, ամառ։ Ուղղակի իմ դիրքերը մեր բակում շատ ամուր էր, էլի։ Դու էիր այդ ճելականողը։ Ես էդի մոդա մցրեցի, ես դից ռոբո արել, եկեք լավ, աղջիկը բանա ռոբնա։ Ռոբ ջան մենք էլ ենք արել։ Ռոբ ջան, մենք է գիտենք ոտնա ճիշտ է։ Ունքը։ Ժամեր որ ունենում ես ամուր դիրքեր, ինչ անում ես կրկնում են։ Որ առաջինը սենց վերջացավ։ Տեսար որ շատ գեշ է, երկրորդը չան էիր։ Երկրորդը չարժի։ Թե երկու ձեռով միանգամից սենց է թրաշել։ Ես մի գծով գրած։ Ուշ է։ Միատից հետո ուշ է։ Հա կներես, մեր մեջ ասած, ոսկը ավելի լավ չի։ Երեխեք։ Մենք կինոների մեջ կա։ Ինչ ես կարծում Սևակ, դու որպես ակուրատնի թրաշող։ Դրաշով։ Սուտա։ Սուտա։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը ցավոք սրտի սուտ է։ Այո, Ուզենք այս ճիշտ լիներ։ Գարիկի պատմությունը։ Լսենք։ Փոքր ժամանակ մեր տան դռները միշտ բաց էին, որովհետև ես զզվում էի դռան բռնակներից։ Զզվում էի։ Իսկ ինչի համար։ Ինչ ձեր տան բռնակները կեղ։ Ինչու էին այդքան մաքուր ձեր տապրտակները։ Մեր տան բռնակները չեն կեղտոտ, առասարակ փոքր ժամանակ Նա ուզում հորինել։ ասեմ, ուրեմն դուրս եկավ սապոնի ռեկլամ, անունը չտամ, միանգամից կհասկանաք, որ սապոնի ռեկլամներ, ուրեմն այդ սապոնի ռեկլամի մեջ, գովազդի մեջ օրինակներից մեկը, որ բերում են, այդ դռնակ բռնելներ, որ սենց բռնում էր դռնակ, հետո սենց մարելներ էր ձեռքի մեջ բան, հետո այդ սապոնով լվանում էր, սենց մաքրվում էր։ Բան, մի քանի շաբաթ, մի ամիս բան կարող ասենց, այդ իրոք ին վրա ազդել էր, ու ես Փոքր մանրեները։ Դա որ մենակ փոքրն է։ մարելները, հա։ Մարելները փոքր։ Հետո Փոքր մանրել։ Ես հավատում եմ քեզ։ Լուրջամ ասում շատ, հա, գովազդից տեսել էի, որ դեռնակների վրա կա տենց մանրեներ, բան է անում, չի կպնում։ ինչքան շարունակվեց այդ։ Քիչ, մինչև որ մերոնք զգացին, որ ուսով են բացում դուրը, փորով են բացում, գլխով, բան։ Սկսեցին դուրը բաց թողել։ Հա, սկսեցին դուրը բաց թողել։ Ու տես գողեր է։ Ու մինչև հիմա։ Փողերը մտան։ Չէ, Հիմա ես փոքր անցա։ ժամանակ էր։ Իսկ այդ գովազդի մեջ ուրիշ բան չկար, միայն բռնակներ մանրեներով։ Չէ, էլի կար։ Նստարաններից որ սենց բարձանում էր, սենց էր անում դրսի նստարանները, սենց որ բարձանում էր, էլի մանրեները կպտում էր, բայց որ տունը դրսի նստարան չունենք, մեր դռները որ դրսի նստարան չէր, սենց չէի վախենում։ Բայց այդ բռնակների վրա մանրեները Զուքարան գնում էր նստում էր։ Զուքարանով կգնար արդեն դրանից։ Չէի նստում։ Զուգարում Չկար ասենց օթում սենց։ որտեղ շահ։ Էլ պոեզդերում ոնց էր որ։ Չէ, ինքը օթում է, բայց մանրերը թռնում են ցել։ Բռնում եք։ Սենց տուտուզի կապան։ Կպանք։ Դե լավ, զուգարան ոնց էր գնում, լավ, բռնակը չբռնեցի։ Լավ, Եկել ես, եթե անկեղծ բան բռնակները շատ էր տպավորվել, զուտ ասում գովազդի մեջ տես կադր կար, բայց զուքանի կադր գովազդի մեջ չկար։ Դե բայց այնտեղ ավելի։ Հա, բայց էլ դու հիմա տրամաբանում ենք։ Մեծ ենք, հասկանում ենք, փոքր է, չգիտեի, որ գիտեի, որը ցույց են տալիս դրա վրա կա։ Նույն տարբերակով ես 3 ամիս պանիր չեմ կերել, որովհետև նմանատիպ ինչ որ բան էի նայել։ Նմանատիպ բան էի նայել ու մանրեներ էր ցույց տալիս ու Բաները ճիշտ մանրեր, yani լվացեք բանով, սեյվ գծով։ չէ։ Բայց իմը ինչ կապ ունի այդ։ Հա, ուզում ես Ուզում եմ օգնես կարող Գրիշ հարցեր ունես։ Չէ, չեմ հավատում։ Լավ, դու Ճիշտն ասած, ես հավատում եմ, որ նման բան կարող է լինել, որովհետև երբեմն այո, գովազդները շատ իրական են, բայց մի տեսակ ինձ թվում է, որ Գարիկը հորինում է։ ինձ էլ է թվում, որ սուտա, որովհետև սկզբից շատ մտածել Երկար հիշեցիր գովազդը։ Երկար, հա, գովազդը ասել, գովազդը գտավ։ Կարելի ասել գովազդը նա փնտրում էր։ գտավ, փնտրում էր։ Ոնց գտնի մեկը։ Մենք էլ Արա գովազդը։ Բայց այդ արա գովազդը նրան չօգնեց։ Մենք չենք հավատում։ Ահա։ Այս պատմությունը սուտ է։ Դա ճիշտ է, սա խփելու է։ Այս պատմությունը սուտ։ Լսենք
Գրիշի պատմությունը։ Տարիներ առաջ սխալմամբ մի տղամարդու 3 ատամ եմ հեռացրել։ Մի ատամի փոխարեն։ Թե 4-ի։ Բատ արի գործը իրեկատի։ Գրիշ ջան, սխալմամբ, այսինքն դու գիտեր, թե ինքը ուրիշ ինչ-որ մեկնա, որին 3 հատ պետք է հեռացնեիր։ Թե որ արեսի չէր։ Արեսի նորմալ էր։ Այսի է փչացած։ Սիրում ես, չէ, սիրում ես խաղում ատամներով։ Չէ, բացատրեմ, ուրեմն ստոմատոլոգիայի մեջ կա այսպիսի բան, կա որ հիվանդը գալիս է կոնկրետ ցույց է տալի, որ ատամն է ցավում։ Կա ցավեր, որ չի կարողանում կողմնորոշի, որ ատամն է, այդ դեպքում պետք է Հանելով ռենտգեն արվի, չէ, ռենտգեն արվի, որ հասկացի, որ ատամն է, որ ատամն է ցավում։ Դե պրակտիկանտ էիր, ու բայց արդեն ինտերնատուրա, այսինքն նաև ես արդեն կարողանում եի բուժի։ ու նաև գիտեիր ինչ ես անում։ Նու հա, նու կրսություն եմ արել ճիշտ ասած, բայց ասել մի բան, այդ չէ, այդպես վատություն չի անի։ Այդ հիվանդը պարադանտոզ ուներ, ինքը լնդել արդեն վատ վիճակում էր, արդեն ատամներն էլ տենց ինչ չէին էլի, չնայած Ձերով ես մի հանում։ ատամ, դելի հանել եմ։ Կտստելով։ Չէ, պարադանտոզ դեպքում լինդը սկսում է իջնել։ Ատամները ավելի նույնն չէ, Ատամները որ սենց ընկնում են առ։ Շվապերը ես ասացի, ես քանի որ պարադանտոզ ունեք, լնդերի խնդիր ունեք, վաղը մյուս օր սենց թենես, ձեզ պետքա պրոթեզ Մի դնել։ 20 տարուց ասենից ընկնելու այդ։ Դա մի 20 տարուց մեկը անգնելու էր։ Լավ, սրտի բժիշկ չես Ուտե- եղել պրակտիկայում։ Ասա լավ վիրաբույժ չես եղել, ոտերը Okay։ զուտ պրակտիկայի համար, մեկը մի քիչ մեջքը ցավում է։ Մեկը երկու հատ ունես։ Հեծանիվ է չուներ, ոտ ինչ ան։ Էլի ուներ ինքը ատամ։ Մի 4 հատ էլ ուներ։ Մի շաբաթել է 4 Բայց հատներ։ տղեկից էլի մարդ կար խոսք էի տվե։ Տղեկից երիշ որ հանես տակը կթողես։ Դրելա տեղը հետո։ Արանքը թուղթ է դրել, որ դուրս չգա։ Ինչ եք կարծում։ Ես հավատում եմ։ Դու գոնե ինչ ես կարծում։ Գոնե։ Չեմ հավատում։ Դու ընտրի։ Ես էլ չեմ հավատում իրականում, որովհետև պատմության սկիզբը վերջը չի բռնում։ Հասկացա՞, պատմության սկիզբը Բայց որ համոզիչ էր ամեն դեպքում։ Սոնան հավատում է, դու Չեմ հավատում։ ես միանում եմ Սևակին։ Մենք կարծում ենք այս պատմությունը սուտ էր։ Այս պատմությունը սուտ է։ Ասում ենք Սոնայի պատմությունը։ Իմ պատճառով ընկերներիցս մեկը ունի շատ հիմար դաջվածք։ Ինչ դաջվածք։ Արագ ասա։ Նախապատմությունը Դաջվածքը իր անունն է։ Իր անունը։ Որտեղ։ Մարմնի որ հատված։ Ուսին։ Ինչ անունը։ Ում ուսին։ Չեմ ասի Չէ, անունը։ անունը ես ուզում եմ իմանալ։ Չէ, անունը չեմ ասի։ Ավ տղա է թե աղջիկ։ Աղջիկ։ Ու հիմա միջև հիմա կա։ Ձախ ուսին թե աջ։ Ձախ։ Դե դեպի հեշտ հարցեր է։ Լավ նախապատմությունը։ Չորը ի՞նչն է հեշտ դրա։ Ես ունեմ Ուրեմն մի անգամ Ձախ է աճ։ պատմեմ Որը ձախ հաշտ եմ էստեղ։ Ձախ է աճ։ Լավ նախապատմությունը։ Ուրեմն մի անգամ Այդ հարցից։ շատ թունդ վիճեցինք ընկերուհուս հետ, շատ թունդ։ Ես այդպիսի վեճ չեմ հիշում էլի կյանքումս երբևէ, առաջին ու վերջինն էր։ Եվ ինքը այդ ամեն ինչից դուրս գալու համար մի քիչ շատ էր խմել։ Եվ անգիտակցաբար Հələ որ հերվանում ես պատմությունից։ Չես մոտիկանում։ անգիտակցաբար գնացել էր տատու դաջված կանելու։ Տատու սալոնը։ Դաջված կանողն ասել էր ինչ անեմ, ասել էր քո ճաշակով մի բան, ասել էր անունդ ինչ է։ Անունը ասել էր ու անունը հարել էր։ Քո ճաշակով մեծ անուն։ Ոնց է դες խմած միանգամից առաջին տեղը որ գնացել է տատու Դրա սալոնը համար ես գնացել։ միջև ես Ոնց կար մեկի հետ կրվում ես։
Գնում եմ, ուր գնամ։ Ամենասեր կա, մի վար կա։ Երկու վերսա կա։ Տատու ու տատու սալոն։ Մյուս ընկերու մոտ Մյուս ընկերու մոտ հետ գա բարիշի ու տատու սալոն։ Անհասկանալի Չէ, խմելուց է։ քանակությամբ ոգելից խմիչք ընդունելուց հետո միայն։ Այսինքն 0.2-ի հաղորդմանը նման։ Նա վերցնելով մեկը դարավ 2, երկուսը 4, Թույլ տվեք։ Քանի տարեկաներ ընկերուր։ 8 տատու։ այդ ժամանակ 19։ Անողը խմած չի եղել, եթե Անողը եւ խմած չի եղել եւ հավես չի ունեցել, ասել է Արա, ամեն ինչա։ այդի վատ գրեմ գնա։ Ինչա անոթի սաթի։ Հայդե։ Բայց մի հատ հարցան, գիշերը ես ենթադրում ծնունդների դրամ, երեկոյան, չէ։ Այս հարբած 19 տարեկաները հակրվում գալիս են մոտը։ Հայտնի բան է, էլի։ Ընկերու հետ էլի հենց չի որ ընկերուր։ Հերթա կանգնած այդ հարբած կռիվանողների հերթա են։ Սաթիկ, դավայ գնա։ Տաթևիկ, դավայ դու էլ գնա։ Միրոպե, բայց ծնունդից հետո է, չէ, ճիշտ հասկացա, Սոն, Կապ չունի երբ։ Չէ, երեկոյան 7-ին 8-ին երբ հասալու։ Ինչ ծնունդ։ Ինչ է, խմած ու եկեք չի։ Վիճել ենք, Բայց ինչ առիթով։ Խեք։ Բայց ժամի բայց ցերեկը չեք։ բայց գիշեր չէր, ընդամենը երեկո էր։ Ցերեկը չէ խմ, երեկոյան չէ խմ։ Բայց խեք խմել, լավ, խեք խմել։ Որովհետև շատ վատ վիճել ենք։ Տաղո պատճառ։ Չէ։ Խմիչների էլի կրվել են ով խմի այդ արանը, ես կանչել եմ իրա։ Ես շատ են կրվել, աղջիկը խլե ու խմելա։ Այ խմելով ա գնաց այդ ատու սալոն։ Ինձ ինքը հետո պատմում է, չէ, խմելա իր ուրիշ ընկերների հետ, որպեսզի Արդեն Տեսար Սոնան էլ ցած։ Համենակ չեն գնալու նստել խմել։ ինչի մանր թե 19 տարեկանում Սոնան գրում գիտես ինչ արեց։ մենակ Այս կամոր պատմեց ու սենց արեց։ Հավատում, նա էս ճիշտ ասում։ Իգնա չի հավատում։ Ես կամ որ պատմես, ինչ ասենց վերցրեց ու գցեց ջուրը։ Ինչ է։ Որտեվ միջև ես հավատացի։ Մտածես ու կես։ Ինչ է։ Չեմ հասկանում։ այդ դաջված կվր ասես հիմա գրեթե չի երևում ինչի Այո։ հետևանքով որտեվ տենց ներծծվել է Լազերային միջամտության երբ է արել այդ լազերային միջամտությունը Շուտ, ընդամենը ծնողների տեսնելուց ծնողների երևի մի տարի էլ չի մնացել։ Ծնողների տեսնելուց հետո միանգամից մաքրել է։ շուտ մի տարի էլ չի մնացել ծնողների տեսնելուց հետո մի տարի չի շփվել տնեցիքի հետ Ալին դատարանում լավ աշխատել գնաց։ Իսկ քանի որ բան։ Սացի ծաղելի չի։ Ինչ։ Դե Ո՞նց ունեցիք հետ ուսը ախր դարեցես։ բայց երեք համաձայնեք որ ուսը այդքան էլ ինտիմ տեղ չի ու նորմալ է որ մամացուս բացատրել Անի էստեղ։ Ամրանը ինքը այդպես բացսոր չի հակել, Բայց հա։ ով Դե բնականաբար չի 10 տարեկան երեխեն խմող այտենց բաշխոր կա։ Արտոս խմող տատու անող։ Այտենց բաշխոր կա, որ ուսերևա։ Գրիշ ասա։ Վայ մամա ջան, եսիմ։ Եսիմ։ Լսի, եսիմ չեն կարա, չէ՞ ասենք եսիմ։ Ես կարա, Դե համ հավատում եմ։ Եսիմը գազարագույն է, բացում է եսիմ։ Չէ, չեմ հավատում։ Ես հավատում։ Մերսի։ Շուտը հա, պատմելու որտեվ ընթացքում շատ բան։ Ինչ։ Համոզիչ են մի պահ։ Կռվի մի արա, բանը։ Ինչ։ Դու։ մի խոսքով ես կհավատամ որ նման բան երևի թե հնարավոր է որ լինի բայց պատմությունը շատ շեղվեց աչուձախ եւ ավելի շուտ հակված եմ որ Սոնան ներփորեն ստում է Ստում է Սոնան։ Դուք։ Սուտ։ Ստում է։ Ես էլ եմ կարծում որ ստում է որովհետեւ Սոնան շատ տարբեր ամեն ինչ պատմեց բացի բուն պատմությունից դրա համար խառնվել էր իրար ոչինչ այդպես էր լինում մենք կարծում ենք որ այս պատմությունը սուտ է Սա խայտարակ ենք լինելու աչքի Չէ, ինձ որ ճիշտ լիներ, ես էի խայտարակ լինել։ Երեք երկու հաշվով հաղթում է Գարիկի թիմը։ Ծանոթացնեմ երկրորդ փուլի կանոններին։ Մասնակիցները կարդում են իրենց կողմից նախորդ գրված երազանքները, որոնք ժամանակին ունեցել են կամ դեռ ունեն։ Մրցակից թիմը հարցերի միջոցով պետք է պարզի արդյոք յուրաքանչյուրը կարդացել է իր երազանքը, թե թիմակցինը։ Ճիշտ պատասխանը երկու միավոր է։ Սկսենք Սևակից։ Երկելը ձենը վախ։ Մի լոցացնի։ Այս մոնտաժ կանեք։ Թե չէ ես էլ չեմ գա։ Ես երազել եմ ունենալ կենթանի ընկեր։
Կենթանի ընկեր։ Մահացած էին բոլորը։ Դեն բանի խիդայից հետո Արդեն երազանք։ կարում մեջ ինչ Չէ, եղել չէ, է։ իրականում կենթանի նկատի ունեմ հենց կենթանի։ Ժիվոտն է, էլի։ Ահա, ժուվոտն է։ Շուն ասենք թե, հա, կատուտ է։ Այո։ Դե հա կենթանիներն իրանք են։ Չէ, ես հարցում եմ լավ է նրանով, որ Ռոբը ամեն իմանում է ասենց բաներ։ Որ կենթանի շունն է բան։ Դե բայց կենթանի ես գիտեմ որ, բայց կոնկրետ չէ երազում ինչ կենթանի։ Ցանկա գորտ բան կփայ, գորտել է կենթանի։ Չէ, չէ, իհարկե։ Ունես լավ էլ ընկեր ասեմ։ Երազում եմ։ Պրոստը աթռնում է։ Հա, ինչ կենթանի, ես դրա համար։ Երևի շուն։ Ես հիշում եմ, որ մուլտֆիլմ կար, սովետական Զալատայ անտիլոպա, այտենց մուլտֆիլմ կար, որի հերոսը Ես Ռիաստանով ես շմինյա է։ դա Հետո շարունակությունը ոնց էր։ որի հերոսը ընկերություն էր անում Եղնիկի հետ, եթե կհիշեք այդ մուլտֆիլմը եւ Անտիլոպի։ Անտիլոպի, դա Եղնիկոտ էլի։ Եղնիկոտ։ Անտիլոպենց հետ էր, էլի դա։ Հետո Այդպես մուլտֆիլմերից դե փոքր տարիքի երազանք է, մուլտֆիլմերից երազանք մնաց, որ ունենան որևիցե մի կենթանի։ Հիմա հասկացա քիչ էր ուզում, ինքը անտիլոպա բայց էր ուզում։ անտիլոպան շատ լավ, որովհետև ինքը ոդկով խփում էր գետը, Ոսկիներ էր, Դա է ոչ ուզում միայն հարցնել, կենթաներ։ այդ պահներ գայթակղի։ Շահամոլական ոնց որ է կենթանի պահող ես։ Իստումա բոլորս շահամոլ ենք։ Էդի հաստատ, բայց դու տեղի կրա։ Չէ, Սասուտ նայ։ մեզ ոսկի պետք չի։ Օդից եկած ոսկին ումա պետք է սեվակ։ Անտիլոպի տված։ Դե իրականում չէ, ինձ ոսկին չէր հետաքրքրում, ինձ ընկերություններ հետաքրքրում։ Բայց քենց անտիլոպ էլի, այդ եղջերավոր, ինչու եղջերավոր կենթանի։ Այդ մուլտֆիլմները տենց։ Այդ տարիքում միակ մուլտֆիլմը, որը տեսել ես կենթանիների մասին, դա էր, այսինքն հիմնական շների վրա են բոլորը շեղվում, կատուների ավելի փոքր, ոչ թե տենց։ Լսի, լավա կրակածիլ գենան չի բանը, կրակածիլ է։ Այսինքն ինչու հենց դա, ո՞նց Տարբերակ է, կարող դե է պետք է հետ գնամ մանկություն, փորձեմ հիշել, բայց Եթե ստեղեք գնամ գամ։ Եթե ստեղեք հիմա Ստեղ ենք։ տենց է ստացվել, այսինքն չեմ կարող կոնկրետ ասեմ ինչի, որովհետև լիքը մուլտֆիլմեր կա։ Լավ Սոնջան։ Դավայցի։ Ես երազել եմ փոքր ժամանակ, որ իմ անունով գյուղ լինի։ Վերին Սոնավան, չկա տենց։ Սոնավան, վերին Սոնավան։ Վերին Սոնավան։ Սոնա լիներ, կարար Սոնա Ռուբենյան լիներ։ Դե Սոնաշեն էլի։ Դուք ո՞ր Սոնավյուղն եք ուզում։ Սոնաշենը։ Շագելձան թե Ռուբինյան։ Աչու դերես։ Գազեք տարբերակն։ Որ էսի Սոնաշենի խաղողն է, այսի։ Սոնա չէ, Սոնա ուղակի։ Սոնա, բերին Սոնագյուղ։ Հա։ Իսկ ինչու հենց գյուղ ոչ քաղաք, օրինակ։ Լայն Ես գայթակղիչ։ գյուղում չեմ եղել փոքր ժամանակ շատ։ Դրա համար գյուղը իմ համար մի տեսակ շատ հետաքրքիր էր։ Ու դրա համար Որ անունը կլինի կլինես։ Անունները դուրս չէր գալիս։ Սոնա շատ լավ է։ Ես էլ հարցեր չունեմ։ Մենք են։ Ինչ է, պատճառը չէ, պատճառը որ ուզում բայց ես։ դու չես ուզի։ Բայց մի մանով գյուղ չի կարող լինի։ Ռոբերտ Գյուղ։ Մի տեսակ մենք հասկանում ենք, որ մեր անունները գյուղի Ռոբին հետ գյուղ, չեն հնչում։ կարան տենց ասեմ։ Հա? Ռոբին Գուդ։ Ռոբին գյուղ։ Ռոբին գյուղ։ Որ կողքի գյուղերին օգնում է։ Ու արձանա գյուղ մտելուց ցես նայ, գյուղ մտելուց։ Հարս գյուղերի Ռոբի Արսան։ դերտումա տալիս է Տալիս է ակետ հակած փուճուր գյուղերի։ Սոնա գյուղ, մի խոսքով Սոնա գյուղ։ Որտեղից է Սոնայից եմ։ Հա, հա։ Սոնայից։ Լավ։ Սոնայի գյուղապետը։ Ու գյուղապետն էլ ես կլինեի։ Կուզեի։ Օ, Տենց բան։ Փաստորեն դու էլ ես շահամոլական, այսպես դրսևորումներով։ Ինչ ես մտածում։ Երազանքները ճիշտ էին ընկել, ամեն մեկը կարծած իր երազանքը, թե հակառակն էին ընկել։ Սևակը գյուղ ոչ եսիմ, չէ։ Սևակը շտկի անտիլոպա։ Անտիլոպա ես կարծում, հա։ Սևակը անտիլոպա էր ուզում։ Դառնա։ Դառնա չէ։ Անտիլոպա էր ուզում։ Անտիլոպա էր ուզում։ Սևակը գյուղ չէ Սոնան։ Դու ինչ ես Իսկ կարծում։ մա ավելի շատ սևակը կցանկանար գյուղ իր անունով, իսկ Սոնան ընտանիք կենթանի անտիլոպայի շնորհիվ։ Այսինքն կարծում ես երազանքները։ Այո։ Ես արդեն բան չեմ կարծում հորս։ Ես Ալիանին միանամ։ Դավայ։ Ես խալվել Հա, սխալվել էլի։ ճիշտ է կան։ Կարծում եմ երազանքները հակառակն են ընկել Անի ջան։ Ես խալղավ դու մեղավոր ես։ Բնականաբար։ Իրականում Սոնան երազում էր իր անունով գյուղ լիներ, իսկ Սևակը որ կենթանի։ Լսենք հակառակորդի մի երազանքները։ Ումից սկսենք։ Անից։ Ես փոքր ժամանակ երազել եմ պանդա գրկող աշխատել։ Գրկող, թե։ Գրկող։ Բանդա գրկողը տենց աշխատանք կա։ Այո։ Գրկից իջացնող էլ կա, դա հակառակը։
Կոչում է պանդա գրկող, հիմա չգիտեմ, երևի Պանդա իջացել եմ գրք։ գրկից։ Այդ ինքը շտատով տենց է։ Պանդա գրքի ինչով է զբաղվում։ Պանդար։ Պանդա գրկողը երբ ծնվում են պանդաները եւ մայրիկը չի հասցնում բոլոր պանդաների, բոլոր զակուկների նկատմամբ խնդրում չի ծիծաղել այդքան էլ ծիծաղելություն եւ չի հասցնում բոլոր զակուկներին հավասարապես ուշադրություն դարձնել։ Պետք է լինում մարդիկ, ովքեր իրենց ծերն ու հոգատարությունը կցուցաբերեն, պանդային կգրկեն, կսիրեն, դժվարում եմ ասել մայրական քնքշանք կտան, բայց ստիպված եմ ասել մայրական քնքշանք կտան։ Այդ կուրծն է, թե ուղղակի գրքան։ Դրա համար է դժվարանում։ Ներողություն էլի։ Եթե պանդան հասկացանք, որ պանդա գրկողը դա Մասնագիտություն։ No, կենթանաբանական այգում պետք է աշխատի, չի կարա ջունգլիում աշխատի պանդա գրկող, չէ՞։ Մատ պատկացը, կենթանաբանական այգում պանդան ուրիշ ինչ զբաղմունք ունի, որ չի հասցնում իր ձակերի դրությունը։ Աշխատում է։ Պահակն է։ Չէ, գիտես ինչ է աշխատում։ Բագր ձակ գրկող։ Որտեղից է երազը փոքր ժամանակ։ Իսկ որ տարիքի երազանք է սա։ Օ, ինչ հիշում եմ կա։ Հենց պանդաների հետ ծանոթացա։ Առաջին բառը է եղեց անվելա։ Պանդա գրկող։ Իսկ օրինակ բանը պանդաների մանկապարտեզներ կան, չէ։ Ինչ ես խոսում։ Երեք մասում, պանդայի Ինչ վայկա։ Ոնց կա պանդա։ Ճիշտ եմ ասում։ Պանդայի մանկապարտ է։ Հա, Ինչ որ մինչև դպրոց գնալը գնան այդտեղ, հա։ դպրոց չեն գնում, մանկապարտեզն ավարտում են, ընդունում են բու։ Բուչը բու։ Բուեն բու։ Այսինքն կան պանդայի դայակներ, հանդես կա որ կարաս գնաս։ Պանդայի հանրաստեղծություններ են ասում։ Ես զարմանում եմ, որ անին չգիտի։ Շատ լավ, շնորհակալություն, բայց շատ հետաքրքիր երազանք էր իրականում։ Հենց Գրիշ ջան դու ունես երազանք։ Երազել եմ վաֆլի պահից տուն աշխատել։ Ինչի ես երազել։ Տեսեք, ես քաղցր շատ էի սիրում, բայց в частности վաֆլի, в частности։ Չասնասիմ։ Հիմա քաղցր չեմ սիրում, զզվում եմ, բայց մաման ասում է փոքր վաղ շատ եմ սիրել։ Ու մաման որ տարբեր կոնֆետներ էր տալի, նույն ժամանակ օրինակ սովետի վաղ բելը չկա, բան գրիլյա այդ դժվարությամբ էր ճարվում, ու Սոչիից մենք բարեկամներ Սոչիում եմ ծնվել։ Բարեկամները ուղարկում էին, այնտեղ ավելի փողատեր բարեկամներ ունենք, էլի, այստեղ մենք այդքան լավ չենք ապրում։ Ну նորմալ, շատ վատ չէ։ Բայց կոնֆետերի շո ընդեղից են։ Պատմության արանքը մեկ-մեկ վաֆլի քցի։ Հիմա այդ եմ ասում, ընդեղից Ուրիշ ուղարկում բան էին։ վաֆլի։ Դու մտածում ես որ եթե աշխատես գործարանում, վաֆլի, տենց ոնց որ կուտես այդ վաֆլին։ Հա կուտեմ էլի, հա։ Այսինքն դու մտածում ես նենց ոնց որ հիմնականում բոլոր գործարաններում աշխատող են։ Փոխած է ինձ թվում է։ Թե շուտ եմ ասում։ Չէ, ճիշտ։ Վաղ գարիկ է հարց տալ։ Շատ խիստ է մեր մոդերվածքը։ Ընկեր գարիկից։ Կարծում ես Անին ուզում էր վաֆլիների գործանում, Գրիշը պանդա գրկող։ Ահա։ Գրիշ դու ուզում էր պանդա գրկող աշխատել։ Չէ, ես կարծում եմ որ ճիշտ են։ Ես էլ եմ տենց կարծում, գիտես։ Գրիշը դժվար երազել պանդա գրկող աշխատել։ Ես տես տղա եմ եղել։ Հա, չէ, այս արտահայտությունից հետո ես էլ եմ, այս արտահայտությունից հետո ես էլ եմ համաձայն, որ ճիշտ են։ Ես էլ պակասում ես պատմության։ Ինչ որտեվ այս արտությունից ստիպեց հակառակ իմը մտածեմ։ Հա։ Ոնց որ ուզենա համոզի։ Չէ, բայց համոզված էիք արդեն, Այս էլ ինչ արտահայտությունը Համոզված պետք ենք, չէ։ եկե ինքս գաց որ համոզված ենք, ուզեցավ հաստատի մեր համոզվածությունը, որովհետև երևի սխալ ենք համոզված։ դրա համար ես ճիշտ էի, որ ասում էի, որ Իրանք խոսում, իրանք պատասխանում, զգում ես։ Իրանք վիճում։ Պետք է քննարկենք, չէ՞ որ հասկանանք։ քննարկում ենք, հա, իրոք։ Լավ, ակնհայտ է նա, որ Անին է պանդա գրկե, ճիշտ է։ Չէ։ Մեր համար։ Մեր համար ապել։ Կարելի է ասել։ Մեր համար ակնհայտ է դա, չէ։ Այն մի քիչ sense փախածոտ է, չէ, բայց չեմ կարծում փախածոտ լինի։ Անին, չէ, Անին ասած վաֆլի չի սիրի։ Որտեվ ինքը Իսկ Բայց կարող է ստավկեն էս։ ինքը բալետ է սիրում ապարել։ Վաֆլից քաշ են հավաքում։ Բալետ պարույները հասկացա։ Իսկ Մենք կարծում ենք, որ դուք կարծում եք, որ մենք կարծում ենք, մեծամասնությունը կարծում է, որ երազանքները ճիշտ են ընկել։ Իրականում Անին երազում էր պանդա գրկեր, իսկ Գրիշը վաֆլոց։ Թե ինչ 5-2 հաշվով դեռ մեր թիմն է։ Արչևում մենք անցնում ենք երրորդ փուլում։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ։ Մրցակից թիմը պետք է պարզի, թե կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի հյուրը։ Երրորդ փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, սակայն սխալ պատասխանի դեպքում այդ միավորները անցնում են մեզ։ Այո։
Կանչենք հասկացել։ Կանչենք, Ունեք հյուր, մարդ կա, որը ուզեցել է գա ձեր մոտ։ Ինչպես ներքոյ Մենք անից Ինքը գալուստն է, ես նրա մոտ դիպուկահարության դասընթացների եմ հաճախում։ Ինքը գալուստն է, մի քանի օր առաջ ես նրան ԱՄՆ-ից շան մոմիկներ եմ բերել։ Դե ինչպես իմացաք ինքը գալուստն է։ Իմ կողքի հարևանը, մեր լվացքի պարանը ընդհանուր է ու երբ անձրև է գալիս ու մենք տանը չենք Շարադրություն ու ասել եմ հայրս լավ չի, ինչքան է։ Ինքն է մեր լվացքը հավաքում։ Okay։ Սկսենք գրիշից։ Վարդա, բայց Չէ, լավ, արի անից սկսենք, որտեղ անին արդեն մոռանում է ինչա կարդացել։ Անի ջան, դու գալուստի մոտ գնում ես։ Դիպուկահարության դասը։ Ինչքան շատ հոբի ունի անին մենք այսօր բարձեցինք։ Այո։ Տուն տանելու տեղս չգիտեմ։ Ինչքան ժամանակ է գնում ես։ Լավ, Ռոբ։ Ինչքան ժամանակ է գնում։ Ուղղակի ձերս բաներ։ Պետք չեմ հաշվել, մի քանի դաս կա արդեն, մի 6-7 դաս կա։ Տիպիկալության դասը հենց դասով չեն հաշվում, օրինակ մի դասը այսքան արժի։ Իսկ հենց այդ էլ պետք է հաշվեք։ Ես անվճար եմ գնում դասընթացների, Ինչի։ որովհետև մենք Դու տենց որ Մարդ է խփում։ Սովորում է որ գնա պանդային գիրքի մեկը հարցակ։ ո՞ր խնդրեց իրան։ Բայց խնդալու չի։ Եվ կնդրեց։ ես իրան դրել Տապալեց։ իրականում գալստը ռեժիսոր է եւ մենք միասին աշխատում ենք։ Ու այդ ընթացքում որ իմացա որ նա նաեւ դիպուկահար է եւ լավ դիպուկահար է, խնդրեցի որ ինքը ինձ օգնի այս հարցում։ Գալուստն էլ շատ ծիծաղեց, որ ինքը ռեժիսոր է։ Բայց ինչով այն նկարում են դիպուկահարը ծագի վրի են բանով, օպտիկական սարքով։ Չէ, նաեւ դիպուկահար է, որովհետեւ ծառայել է ու այդ ժամանակ հա ինչ որ ծառայել է ու այդ ընթացքում այդ բաժնում է ծառայել։ Այդ ընթացքում հետը դիպուկահար հրացան է բերել։ Այդ բաժնում է ծառայել, դե կան չէ շեփորահարներ, չգիտեմ ինչ են շեփորահարներ։ Հա բայց եւ Լավն է։ Որ ծառայում ես բանակում։ Բայց ես էլ ականանետային դասակում եմ ծառայել, ինչ անեմ բերել մի հատ մինամյոթ հետս տուն։ Դե չգիտեմ ոնց հարմար է։ Ու տունը պարապ է հետ, բում։ Հերթականությունը կասես ոնց են։ Չենք հասել դեռ այդ։ 7 դաս բա ինչ եք անում։ 7 դասի չեք անում դու գալուստի հետ։ Իրականում Խոսում են։ Ոնց է։ 7 դաս գալուստի 7 դաս գնաս մի բանի, բայց դրան չհասնեք դեռ։ Զենք չկա, զենք չկա։ Ճիշտ է, զենք չի բերել։ Զենքը ցույց տալը ցույց չեմ տա։ Հələ ժամանակը չի։ Վալի լավ էլի։ Լավ էլի զենք եմ ուզում։ Բայց ինչ եք անում դասերին որ զենքը։ Ինչ է։ Սարուստը որ զենքը ցույց չի տալիս։ Ինչ եք անում այդ դասերին։ իրականում սովորում ենք նշան բռնել, նաև Հայի։ Ձեռով։ Ինչով հացով։ Հացով։ Ձեռով։ Դեր ատրճանակով, որովհետև այո, ծանր եւ Փոքրից էլ ելը փոքր է։ Եվ հետո ժամանակի հետ Չէ, բայց նշան բռնելու էֆեկտը կրակելու մեջ է, որ տենաս ճիշտ, ասենք նշան բռներ ինչ իմացավ, ինչ բռներ, ոնց բռներ։ ասում եմ, Չնորից դուրս է Շնչառությունը, բան, շնչառությունը կարևոր չի։ այո, ինձ ասել են, որ կարևորը դիմացի պատմիկ կպնի։ Բայց այս հարաբավաց է։ Շնչառությունը իրականում հենց բան է, որ ինքը առհասարակ լյուբոյ տեղ կարևոր է, էլի։ Չէ, իհարկե, նշանառուների համար շատ կարևոր է ոնց որ դուք շնչառությունը։ պատմությունից ինձ Դե լավ կարևոր չի, աղբեր։ Բայց իրական Ռոբը իր թեմին է փրկում, նորմալ է։ Շատ լավ, լսեցինք Անին։ Հիմա լսենք Ռոբին, Ռոբ խնդրում հիշեցրու։ Ինքը գալուստն է, մի քանի օր առաջ ես դրա համար ԱՄՆ-ից շան մոմիկներ եմ բերել։ Շան մոմիկը որն է, որ վառում է շանոտան։
Չէ, մոմիկը, որ շան հետանցքից մտցնում են, ինքը դեղա։ Հա, հենց դեղ մոմիկի Ինքը դեղամիջոց, այո, որպես դեղամիջոց, հատուկ Ամերիկայում վաճառում են շան իմ ընկերներից մեկը Բայց Ամերիկայում։ ինչի ես նայել ինչա։ Հարցրեց ես Ռոբ, ինչա, հարցրել ես։ որ բան են տալիս չես հարցնում, մեզ չի ինչա։ Ոչ ես։ Ես հավատացել որ շան մոմիկա։ Չէ, հավատացել եմ, ասեց Գալուստը շուն ունի, շներ ունի ավելի Բայց շուտ։ դու Գալուստին որտեղից ես ճանաչում։ Գալուստին չեմ ճանաչում։ Ընկերս տվեց, իր ընկերն է։ Ասեց ընկերոջս փոխանցի է Հետո շան երեք մոմիկները։ զանգեցիր Երեք ասի։ համարը մնացել էր առավսիտ մեջ զանգեցիր ասիր Գալուս ջան, ես են Ռոբնա որ Ամերիկայից Որն կգաս ես որ առաջ եմ տեսել Գալուստին։ Որ Ռոբը, մոմիկ Ռոբը։ Որ ինչ ասես։ Գալուստին երեք չի առաջորդ եմ տվել։ Իմ ընկերոջ ընկերն է։ Ռոբը խնդալա։ Մոմիկ Ռոբը հա խնդալու է, բայց ես խնդալու համար չի ասում։ Ճիշտ է։ Գժացիկ, բայց ես դրա համար չի ասում։ Ես զուտ Բոլորիս իշացնում լույսը եմ։ Գրիշան է Շատ թվում։ ճաքանք, բայց ես իրականում Գիտեմ, ինձ համար դա նորություն էր։ Ուղղակի տվել եմ, փոխանցել եմ, սխալ եմ արել։ Կներեք։ Ամերիկական տեղ է, Ամերիկա կներեք։ Ամի բերել եմ տվել եմ ես բարձ։ հասկացա։ Լսեն Գրիշին, թե Ամբողջ Ռոբինը լույսը Գրիշան է, պիտի լսենք, բայց Լսեն, Գրիշա ջան, լսենք, հիշում ես ինչ ես կարդացել։ Երկար որ կարդում էր։ Որ Գալուստը իմ հարևանն է եւ երբ որ մենք տանը չենք լինում անձրևա գալիս, Գալուստը հավաքում է այդ լվացքը մեզով։ Բայց ինչի գալուստ է, էլի, ասենք տունը ուրիշ մարդ չկա, գալուստ է, ասենք, կարող Գալուստը նա Գալուստը կինը, հա։ իսկ լինում է որ ձեր պարանից մի բան է հավանում, քաշում է հակնում է, բերում է լվանում է, էլի փռում է կամ դուք որ մի բան եք հավանում Դու չեն իմանա, եթե այստեղ չեմ, հա, գրիշի շորերը, ես հիմա գրիշի շորերով է։ Իսկ այդ պարանը գալուստ է պատուանի մոտ սենց է գնում, թե սենց։ Տենց ինքը մեր այս կողքինն է, այսինքն այս ռոլիկից գնում է այնտեղ։ Այսինքն սենց է գնում, թե սենց։ Ես կարծում եմ Ռոբինն է։ Ինձ էլ է թվում։ Ես այդ եմ ուզում ասեմ, մտածում կամանի կամ Ռոբն է, շատ Գրիշին բացառում եմ լվացքի Դե դե պատմությունը։ ասել, Հա, չթողեց։ գիտեր անունը Անի է։ Գրիշնը շենքը բացատրեց կոնկրետ երրորդ հարկ։ Չեմ Սենց։ Ինչ ես ուզում սոնել, չեմ հավատում։ Ես հիմա նայում եմ իրան ու հասկանում եմ, մտածում որ ինքը կարա կրակող լինի։ Ձեռքերից, աչքերից, չգիտեմ, պատկերացնում որ ինքը կարա։ Չէ, ինքը շատ զարմացավ այդ քո ասածից։ Լավ։ Հա, Նոր սկանցը դուրս գա շները գզեն քեզ։ Դուրս կգա։ կատաղած մոմիկներով։ Մոմիկները հետևից կախված։ Դե լավ, ինչ ասեմ։ Ռոբնա։ Ռոբնա, լավ։ Հիմա որ մենք սխալ Ռանդամ, պատասխանենք սխալ կրում ենք։ Չէ, հավասար։ Ոյ, Նիչա։ չէ, տենց չէ։ Ժանջալ։ Մի չեմ տածենք։ Դու այսօր ճիշտ չես ասել, չէ՞ ոչ մի բան։ Հիշելով դա, չեմ հասկանում դու ինչ ես իմացել։ Չէ, ամեն։ Ռոդի ճիշտ է իր, լավ, օքեյ, Ռոբին։ Ռոբն է, ասել եմ կարծում։ Մենք կարծում ենք, որ Ռոբի պատմությունն է սա։ Լսենք կասկածելի յուրին թող ներկայանա։ Բարի երեկո, ես Գալուստն եմ, Անի ռեժիսոր ընկերը, ով դիպուկահարույց դասեր է տալիս Անին։ Եկեք շնորհակալություն հայտնենք եւ ծափարենք կասկածելի յուրին։ Դե ինչ այսօր հաշիվը ավարտում է ոչ ոքի, 5-5, ոչ ոք չի հաղթում, բայց մենք մեր մեջ մտածում ենք, որ մենք ենք հաղթել ամեն դեպքում, չէ՞։ Այո, Շնորհավորում եմ։ շնորհավոր։